Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս, կարծում եմ ճանաչեցիք այսօր գիշեր ցերեկ ենք թխելու։ Շատերի ստատիկների, մայրիկների, տետրերի մեջ տարբերակներ կան, ես կառաջարկեմ այսօր իմ տարբերակը։ Ու իհարկե, ինչպես միշտ, բոլոր մանրամասները կետ առ կետ, գրամ առ գրամ հաշվարկված ու մեկնաբանելով ներկայացնելու եմ։ Թասի մեջ կոտրում ենք 3 միջին չափսի ձու ու ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ։ Ձվին ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ, տեսեք 250 մլ տարողությամբ բաժակ է, այսպես բլրակով ստացվում է 200 գրամ շաքար։ Մի քանի րոպե հարում ենք, մինչև լավ սպիտակի ու տեսեք բավականին թեթև փքված զանգված դառնա։ Շաքարավազը ամբողջությամբ չի լուծվի, լրիվ նորմալ է։ Ավելացնում ենք ցանկացած տեսակի կաթնաթթվային մթերք, իմ դեպքում մածուն է, կարող է լինել նաև կեֆիր։ Կեֆիրի դեպքում անպայման մի մասը փոխարինեք թթվասերով։ Մածունի դեպքում ըստ ցանկության կարող եք փոխարինել, կարող եք ոչ։ Իդեպ մանրամասն այս ամբողջը կգրեմ տեսանյութի ներքևում։ 350 մլ է։ Ու հա, չմոռանամ նշել, բոլոր բաղադրիչները պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն կամ մի փոքր դրանից էլ գոլ։ Նաև կավելացնեմ 50 մլ բուսական յուղ։ Ավելացնում են 300 գրամ ալյուր։ Ստացվում է երկու այսպիսի բաժակ, 250 մլ տարողությամբ, ուղղակի երկրորդ բաժակը մոտ 1 մատով ցածր։ Նաև սոդա ենք ավելացնում, մեկ լավ լիքը թեյի գտալ, տեսեք բարձր բլրակով, ու նույնիսկ մի փոքր էլ կավելացնեմ, որպեսզի 11-12 գրամ ստացվի։ Խմորի մեջ թթվայնությունը լրիվ բավարար է, ծավալը նույնպես բավականացնում է, այնպես որ անհրաժեշտ քանակի սոդան հանգիստ կաշխատի։ Իսկ եթե հանգիստ ամբողջությամբ լիարժեք աշխատում է, ոչ համեզգացվում, ոչ հոտ։ Իդեպ, այս տարբերակը շատ վաղուց չեմ թխել ու պետք է ընթացքում միասին վերջնական տեսքի բերենք, հղկելու շատ բաներ կան։ Հա, իդեպ, քանի որ ես շաքարի հետ նաև վանիլային շաքարավազ էի ավելացրել, դրա համար հիմա ալյուրի հետ վանիլին չեմ ավելացնի, բայց եթե դուք չեք ավելացրել, վերջում անպայման ալյուրի հետ վանիլին էլ լցրեք։ Հին տետրերն էի փորփրում այս բաղադրատոմսի համար ու հանդիպեցի եւ ֆանտազիա, եւ իլյուզիա, եւ կուտուզով, տարբեր եւ թագավորական, տարբեր բաղադրատոմսերի ու որոշեցի ժամանակ առ ժամանակ անդրադառնալ նաեւ շատ հին ու սիրված բաղադրատոմսերի, բայց անպայման ավելի ճիշտ ու հաշվարկված մոտեցմամբ։ 11 րոպեից մի քիչ ավել անցավ ու առաջինը պատրաստ է։ Երկրորդ շերտի համար ամեն բան նույնն ենք անում, մինչև ալյուրը լցնել է, այնտեղ արդեն կմանրամասնեմ։ Հասանք արդեն ալյուրին, քանի որ սա մուգ մասն է, պետք է կակաո ավելացնենք։ Ինչպես է ընդունված, եթե ավելացնում ենք, ենթադրենք 2,5 ճաշի գտալ կակաո, պետք է 2,5 ճաշի գտալ ալյուր պակասեցնենք, բայց քանի որ կակաոն ավելի շատ է հեղուկ կլանում, հետևաբար պետք է ալյուրն ավելի շատ պակասեցնել, այսինքն 2,5 ճաշի գտալ կակաո ավելացնելու համար ալյուրից պետք է 3 ճաշի գտալ պակասեցնել, նույնիսկ մի փոքր էլ դրանից ավել, որպեսզի երկու դեպքում էլ նույն խտությունը ստանանք։ Ինչ վերաբերում է սոդային, սպիտակ շերտի համար մենք 11 գրամ լցրինք, այսինքն մեկ մեծ բլրակով թեյի գտալ ու մի փոքր ավել, բայց քանի որ այստեղ թթվայնությունը ավելանում է, իսկ կակաոն ունի իր թթվայնությունը, որպեսզի դիսբալանս չլինի ու շատ մեծ անհամաչափ խոռոչներ չառաջանան խմորի մեջ, իսկ հաճախ նկատել եք, որ կակաոյով խմորների մեջ առաջանում է, հենց դա է պատճառը, որ սոդան սխալ է հաշվարկվում։ Մենք սոդան մի քիչ ավել կլցնենք, այդ դիսբալանսից կխուսափենք ու շերտը ավելի լավ կբարձրանա ու նման անհամաչափ ծակոտիներ չեն լինի։ Նախորդի համար այսքանն էր, մուգ շերտի համար տեսեք 1/3-ով ավել եմ լցնում։ Իհարկե այս ամենը նույնպես բաղադրատոմսում կգրեմ։ Նախորդ շերտի համար ահա այսքան ալյուր պահանջվեց, ես արդեն նշեցի, որ 2,5 ճաշի գտալ կակաո ենք ավելացնելու, որի համար 3 ճաշի գտալ ալյուր կպակասեցնենք։ Ու այս 3 ճաշի գտալ ալյուրի փոխարեն 2,5 ճաշի գտալ կակաո կավելացնեմ։ Ստացվում է 35-ից մոտ 40 գրամ կակաո։
Ես սա մանրամասն նշեցի, որպեսզի մյուս բաղադրատոմսերի համար էլ ճիշտ հաշվար կանեք։ Իսկ այս բաղադրատոմսի համար, եթե չեք ցանկանում, կարող եք նույնիսկ չհաշվել։ Միևնույն է, ամեն շերտի համար կետ առ կետ ամբողջը մանրամասն գրելու եմ գրամներով։ Կակաոյով շերտը մի փոքր, այսպես արտաքինից ավելի ջրիկ է թվում, դա նորմալ է, քանի որ կակաոն նաև յուղայնություն ունի ու շերտի որակը մի փոքր կառուցվածքի առումով փոխելու է, այնպես որ սա նորմալ է։ Ժողովուրդ ջան, սա ոչ միայն գեղեցկություն է, հաստատ շատերը ճանաչեցիք հայկական ավանդական զարդանախշերից է։ Տեսեք ինչ գեղեցկություն է։ Շերտերը հովանում են, մենք կրեմը պատրաստենք։ Այստեղ 250 գրամ կարագ է, սենյակային ջերմաստիճանի, բայց ոչ չափազանց փափուկ, հենց պլաստիկ վիճակում։ Կարագը հիմա 2 րոպե առանձին կհարեմ ու քիչ-քիչ կավելացնեմ 1 տուփ խտացրած կաթ։ Այստեղ մոտավորապես 380 գրամ է։ Շերտերն արդեն հովացել են, սկսում ենք հավաքել, ուղղակի հետևեք։ Ավելորդ մասերը հիմա կկտրեմ, կօգտագործեմ ձևավորելու համար։ Եթե ձեզ հետաքրքիր է, անպայման գրեք եւ ձեզ համար նաեւ կաթով տարբերակը կնկարահանեմ։ Դա լրիվ այլ բաղադրատոմս է, բայց նույնպես գիշեր-ցերեկ է կոչվում։ Կարելի է նաեւ քերիչով մանրեցնել, այնպես որ որոշեք ինչպես հարմար է։ Կրեմը լրիվ բավականացնելու է, որպեսզի նաև եզրերը, կողքերը ձևավորենք, բայց երևի գիտեք արդեն, եթե կտրատվող տորթ եմ թխում, երբևէ այս վիճակում կողքերը չեմ ձևավորում, բայց եթե հենց այսպես պետք է մատուցեք ու հետո կտրատեք, իհարկե լավ կլինի կողքերը նաև ձևավորեք։ Շերտերն առանց կրեմի անգամ այնքան նուրբ են, այնքան խոնավ ու փափուկ են, որ անմիջապես հավաքելուց հետո կարելի է կտրատել ու մատուցել, բայց քանի որ հիմա մոտ շատ ուշ ժամ է, ես ամեն դեպքում կթողնեմ ու կմատուցեմ վաղը առավոտյան։ Ահա թե ինչու երեկոյան ավելորդները կողքից դուրս չբերեցի, քանի որ որքան էլ այդ պահին կտրեմ ու տեսքի բերեմ, միևնույն է, երբ ամբողջությամբ կրեմը ներքաշում է, էլի եզրերից մի փոքր դուրս եմ բերում, քանի որ այդ դեպքում արդեն կտրվածքն ավելի գեղեցիկ է։ Դե պատկերացրեք, նոր թխված ժամանակ մի փոքր դուրս բերեմ, հետո էլի տեսքի բերելու համար դուրս բերեմ, իսկ դրա փոխարեն ուղղակի կտրում եմ արդեն կրեմը ներքաշելուց հետո, երբ կտրվածքը հնարավորինս գեղեցիկ է։ Արտաքին տեսքը իհարկե ինքներդ կգնահատեք, իսկ ինչ վերաբերում է համին ու կառուցվածքին, ասեմ, որ շերտերը առանձին շատ քաղցր չեն ստացվում, ամեն ինչ չափավոր է, ոչ մի ավելորդ բան, անչափ համեղ են լինում, կառուցվածքով նույնիսկ առանց կրեմի շատ խոնավ են, շատ նուրբ են ու անչափ փափուկ, կարծում եմ կարող եք դա էլ գնահատել։ Խմորեղենը կարելի է անմիջապես կրեմից հետո կտրատել եւ մատուցել։ Ես նկարահանում էի ուշ գիշերով, հիմա ներկայացնում եմ վաղ առավոտյան, այսինքն ընդամենը մի քանի ժամ է անցել։